Աշխատաշուկայում մրցունակ լինելու համար մշտապես պետք է կրթվել։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հաջողակ կարիերայի բանաձևը թեմայով պանելային քննարկմանը պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը, անցած ճանապարհը, խոսել հաջողության հասնելու հարցում կրթության կարևորության մասին։ Շատ հաճախ մենք ականատես ենք լինում, որ կամայական ցանկացած համալսարանում մուտքի պահին ստացած գիտելիքը ելքի պահին արդեն իսկ քննացած է լինում, եւ այդ առումով շատ կարևոր հանգամանք է դառնում, թե ինչպես եւ ինչպիսի կրթությունը կարող է նպաստել մասնագիտական զարգացմանը, կարիերայի առաջընթացին, հատկապես Հայաստանում, հաշվի առնելով նաեւ համաշխարհային կրթական շուկայում եւ աշխատաշուկայում տեղի ունեցող միտումները։ Կրթության ոլորտում զգալի փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, վերաիմաստավորվում է ամբողջ կրթական համակարգը, ինչի վրա իր ազդեցություն է ունենում տեխնոլոգիական առաջընթացը, ընդգծում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը։ Այսօրվա շատ մասնագիտություններ արդեն արդիական չեն կամ այն պահին, երբ որ այդ որակավորումը ստացած կլինի, այդ պահին արդեն պարզ չի, թե այդ որակավորման աշխատաշուկայում կոնկրետ ինչ տեղ ու ինչ դեր կարող է զբաղեցնել անձը։ Եվ սա իհարկե շատ լուրջ մարտահրավեր է բուհական համակարգի համար, եւ այդ իմաստով ես կարծում եմ, որ մենք պետք է վերափոխենք կրթությունը ստանալու մեր պարադիգմը։ Կրթությունը հանրային բարիք է, ընդգծում է Ժանա Անդրեասյանը, իսկ ոլորտի բարեփոխումներն ուղղված են ոչ միայն գիտելիքը կարևորելուն, այլև հմտությունների զարգացմանը։ Կան հետազոտություններ, որ ցույց են տալիս, որ հանցագործությունները էապես աճում են, եթե տվյալ բնակավայրում բարձրագույն կրթություն ունեցողների համամասնությունը 3%-ից քիչ է։ Վերցրեք աղքատության ցուցանիշները, հենց մեր երկրում, եւ եկեք նայենք, թե ինչպես է փոխվում աղքատությունը կախված մարդկանց կրթական մակարդակից։ Եկեք նայենք աղքատ ընտանիքների, որոնք չեն կարողանում հաղթահարել աղքատությունը, եւ տեսնենք, թե կրթական մակարդակի ինչպիսի շերտեր են ունենում սերնդեսերունդ։ Եվ այս ամենը մեզ ցույց է տալիս, որ իրականում կրթությունը ոչ միայն մասնագիտություն ունենալու, որևէ հմտություններ կիրառելու ճանապարհ է, այլ հանրային զարգացման մի շատ կարևոր շերտ է։ Կառավարության վերջերս ընդունած ռազմավարության մեջ հատուկ կարևորվել է երիտասարդների արդյունավետ զբաղվածության խնդիրը, քննարկումների փուլում է բուհերի շրջանավարտների փորձաշրջանն աշխատանքային ստաժ դիտարկելու հարցը, իսկ դպրոցներում ներդրվել է մասնագիտական կողմնորոշման համակարգ։ Դպրոցներում 7-րդ դասարանից սկսած մասնագիտական կողմնորոշման ակումբներ ենք ներդնում որպես պարտադիր բաղադրիչ դպրոցական ծրագրի եւ որտեղ հիմնական գործառույթը հենց դա է, որպեսզի մեր դպրոցականներին արդեն այն փուլում, երբ որ պետք է մտածեն եւ պատրաստեն իրենց հաջորդ փուլի կրթությանը, ամբողջ տեսադաշտը տան այս պահի դրությամբ գոյություն ունեցող եւ նաեւ յուրաքանչյուր մասնագիտության հեռանկարը ներկայացնենք։ Աշխատել պետական թե մասնավոր հատվածում պանելային քննարկման հաջորդ թեման է։ Պետեկամուտների կոմիտեի նախագահը տնտեսագիտականի ուսանողներին խորհուրդ է տալիս աշխատանքային կարիերան սկսել պետական համակարգից։ Ցանկացած մարդ իր կյանքում գոնե մի ինչ-որ շրջան պետք է հանրային հատվածում աշխատի, որտեղ իրեն գտնելու հնարավորություն է տալիս հանրային հատվածը, ինչու որովհետև դու այդտեղ փորձում ես ծառայել մյուսների նպատակներին։ Մյուսներին առաջ տանելու, մյուսների բարեկեցությունը բարձրացնելու, մյուսների կյանքի որակը բարձրացնելու, այդ տեսանկյունից եթե դուք ցանկանում եք ձեզ գտնել, հանրային հատվածը այլընտրանք չունի։ Միայն աշխատասիրության եւ նվիրումի շնորհիվ կարելի է հասնել հաջողության, բանաձև, որի հետ համակարծիք են բոլոր բանախոսները։ Ուրեր Մկրտչյան, Արամ Հարությունյան, Ուրեր։